Ադրբեջանի զինվորական դատարանը ցմահ կամ երկարատև ազատազրկման դատապարտեց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին ու Բաքվում պահվող հայ գերիներին։ Նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին եւ Բակո Սահակյանին Բաքուն դատապարտեց 20 տարվա ազատազրկման, նրանց տարիքով պայմանավորված։ Ադրբեջանի օրենսդրությունն արգելում է 65 տարին լրացած անձանց ցմահ ազատազրկել։ Armenia Today-ը հարցում է անցկացրել Երևանում, քաղաքացիներից հետաքրքրվել, թե ինչպես են մեկնաբանում այս որոշումները եւ թե արդյոք ըստ նրանց բավարար ջանքեր գործադրվել են, որպեսզի հնարավոր լինել սրանից խուսափել։ Շատ վատ։ Սպասում եմ դրանց վերադարձել, ուսը։ Բայց ցմահ դատապարտվեցին։ Այդ կապ չունի։ Վերջի տոք ստեղ են վերելու իրանց հարց կա։ Ես տենց եմ մտածում, դες գիտեմ որ դիմել։ Ինչ պետք է անի Հայաստանի իշխանությունը։ Դե իշխանությունը ես չեմ զգում, որ ստե ինչ որ մի բան կա։ Մյուս ուժերին եմ սպասում։ Կարքին, որ գան։ Ես նրանց վրա չեմ հավատում, որ ինչ-որ մի լավ բան կլինի։ Իսկ Հայաստանի իշխանությունը բավարար քայլեր արել է գերիներին հետ բերելու համար կամ ինքը ուրիշ բաներ է կատարում, ես չեմ ճոգում։ Ինքը ինչ-որ բանակցություններ է տանում ոչ բանտարկյալների վրով, մեղք են։ Վերջի տոք հայը սա վերադառնում ընտրում, չէ՞։ Դաշի։ Ես դրան եմ սպասում, մեղք են։ Ինչ են արել, ամենն է մի բան կատարել է իր կյանքում, իր աշխատանքում, բայց все-таки հայը պիտի վերադառնա ու կգան, հերթով կգան։ Շատ եմ սպասում Ռուբենին, Վարդանյան։ Ինքը շատ լավ մարդ է, շատ բարի։ Իրան եմ սպասում։ Իրան եմ վստահում ես երկիրը, ուրիշ ոչ մեկ։ Ես ինքս Ղարաբաղից եմ, հենց Ստեփանակերտից, շատ ուժեղ ցավ ենք ապրում մեր ընտանիքը։ Կապ չունի ինքը ոնց է, ինչա մեզ համար ինքը եղել է ու լինելու է միշտ էլ մեր ոնց ասեմ, որ ավելի ճիշտ ստացի, ինքը մեզ համար միշտ եղել, ոչ թե մենակ նախագահ, ոչ թե մենակ եղել են այնտեղ որ Լևոն Մնացականյան կա, Ռուբեն Վարդանյան կա եւ այլ, Արայիկ Հարությունյան կա։ Մենք իրանց միշտ հարգել ենք, սիրել ենք, պաշտել ենք։ Մենք ուզում ենք, որ շուտապույտ կերպով ազատեն ու գան իրանց տները։ Իսկ Հայաստանի իշխանությունները ինչ են անում դրա համար։ Ոչ մի բան, ինչքան մարդ եմ տեսնում, մեկը մի բան, որ ուզում է թե խոսեց, բռազ արդեն տանում են ու կողը նստեցնում, ինչի համար։ Կարելի է դրա համար հարցեր կան էլի, որ չի բացում այդ չակետները, բայց ես մի հարց կարամ տամ, եթե իհարկե կարելի է էլի, ուզում եմ մենակ մի բան իմանամ, ինչի համար, մենք սաղս հայ ենք։ Ստեղ ասում են Ղարաբաղցի Հայաստանցի, ինչ որ մենք հարցով ուզում ենք դիմենք, մեզ հետ կռվում են, որ մենք Արցախից եկա, մենք չենք ուզել մեր Արցախը թողնենք, ելնենք կան, ասում են արցախցիները կռիվ չեն արել, թողել հելել են, եկել էստեղ, մեկին դիմում ես ինչ որ մի հատ հարցում մեզ հետ կռվում են, չգիտեմ ինչի պատճառով, էլի, ես սրտանց, ոնց ասեմ, ոչ թե ասում եմ խի Հայաստան, ես Հայաստանը սիրել, հարգել եմ, ուզում եմ ապրեմ, ես բայց շանսեր չունենք ապրելու։ Ես կարամ ասեմ իմ տղաները, երկուսն էլ Ռուսաստան են, ես իմ մաման ենք էստեղ, մամա չի ուզում, մենք երկուսս կռված ենք մեր հողի համար, 20 տարի ես եմ ծառայել, 8 տարի մամաս է ծառայել, մենք ուզում ենք, որ մնանք էստեղ, մեզ շանս չունենք մնալու, ուզում ենք, այ բնակարանների հարցը, ես կուզեի քանի անգամ դիմել եմ նախարարին, իմ նամակը գրել եմ, տեղ չի հասնում, ուզում եմ, որ իմանա, որ մենք էլ ենք ուզում Հայաստանում մնանք, ապրենք, մնացած մարդկանց նման, ոնց որ մնացած մարդիկ են ապրում, բայց այդ հնարավորությունը ինքը մեզի չի տալիս, մեծ սրտով ուզում եմ, որ իսկ խոսքս եթե նշել եք Արայիկ Հարությունյանին, մեծ միանշանակ, ես ուզում եմ շուտապույտ կերպով ազատվեն, ոնց որ մնացած գերիները եկան, գան Ամեքա իրան օջախի վրա նստեն, անկախ նրանից ինքը մեզ համար եղել է մեծատառու մարդ։ Ես ծառայել եմ Լևոն Մնացականյանի հետ, շատ ուրախ եմ, շատ լավ մարդ է եւ Բաբայանի հետ եմ եղել, Դավիթ Բաբայանի հետ եմ աշխատել երկար տարիներ։ Ուզում եմ ասեմ, նորմալ մարդիկ են։ Ես ուզում եմ, որ վերադառնան, ինչ կլինի, թող մեր հողում լինի։ Եթե դատելու էլ է, եթե սխալել են թույլ տվել, մերոնք կանեն այդքան, ոչ թե թուրքի բանտում նստեն այդքան անեն։ Իհարկե վատ։ Ինչ պետք է ասել, ցավալի է, այդպիսի արդյունք եղավ։ Ինչ պետք է անի Հայաստանի իշխանությունը։ Իմ կարծիքով Հայաստանի իշխանության ձեռքը ներկապան շատ քիչ լծակներ կան ինչ-որ ազդեցություն գործելու համար։ Շատ քիչ լծակներ կան։ Դա բավական բարդ հարց է։
Իսկ խաղաղություն են ուզում, լծակները քիչ են, չեն կարող խաղաղության հետ նաև Պետք է մեկը մյուսի հետ խաղաղեն, տարբեր բաներ։ Ինչպես կարելի է խաղաղություն ունենալ այնտեղ, որտեղ ունեն գերիներ։ Գիտեք, դեր հատը պրովոկացիոն հարց եք դուք տալիս։ Խաղաղությունը դա ոչ մի կապ չունի։ Դուք ուզում եք պատերազմ հայտարարել։ Գերիների հետ բերեք, ու դա եք ուզում։ Պատերազմի հետ կապ ունեն գերիները։ Ու դա եք նշում։ Դա եք ուզում եք թվում է։ Խաղաղություն դա կապ չունի մեկը մյուսի հետ, ցավալի է, պետք է աշխատել հետ բերել, բայց ինչ ճանապարհով դարձն դժվար է ասել։ Իսկ արդյոք իշխանությունը բավարար ջանքեր գործադրում է կամ արել է մինչ այս։ Եթե չգործած այդքան գենը հետ չեն վերադառնա։ Բաղին գենը չէ վերադառնում, մի քանի օքիա մնացել այնտեղ։ Ժամանակ ջանքեր գործադրում է կառավարությունը։ Այնպես որ ցալած նստածը ոչինչ բան չի զբաղվում։ Բայց այդ տեսակետում զբաղվում է։ Թե ինչ արդյունք է տալիս, ու տալիս է ոչ չափով արդյունք տալիս է։ Հետագայում կտեսնենք, բավարարեն բոլոր պահանջները։ Ես կարծում եմ, այսինքն վստահ եմ, որ դա ոչ թե հայ գերիներին է, այլ ազգի դատավճիռն է։ Նման խայտարակություն չէր կարելի ենթադրել ընդհանրապես։ Ինչ ասելու բան չկա։ Ամոթ մեր ազգին, որ մինչև հիմա մենք ունենք նման իշխանություն։ Թշնամու հրահանգները կատարող։ Իսկ ինչ պետք է անի Հայաստանի իշխանությունը։ Դատավճիռից հետո Բողոքարկի բնականաբար։ կբողոքարկի Դժվար։ Եթե գիտեք, եթե իհարկե գիտեք, մեր պաշտոնյաները ընդամենը շնորհակալություն են հայտնում։ Պաստորեն իրանք շնորհակալություն են հայտնում, որ մեր մի պետության որի վերջը ավարտեցին, իրանք շնորհակալություն են հայտնում, ուզում եք որ իրանք բողոքարկեն, իհարկե ոչ։ Ընդամենը պիտի իշխանությունը չլինի, այս ոչ ազգային իշխանություն չպիտի լինի։ Դրա համար ժողովուրդը, եթե ազգ է, ոչ թե ժողովուրդ եւ ոչ թե ամբողջ, պիտի գնա իր ձայնը տա, դա իր օրինական իրավունքն է։ 5 տարին մեկ ժողովուրդը ինքը ընտրում է։ Պարտադիր պիտի օգտագործի իր իրավունքը եւ գնա քրեատիվ։ Ինչպես պետք է վերաբերվեն։ Շատ վատ։ Դատավճիռից հետո ինչ պետք է անի Հայաստանի իշխանությունը։ Հայաստանի իշխանությունը ոչ բան էլ չի անի, քանի կա այս կառավարությունը։ Չի լավ։ Եթե ինքը անի, իր լրի բաները կբացահայտվի։ Նորմալ մարդը ինչպես կվերաբերվի կեղծ դատավարությունների, անմեղ մարդիկ։ Տարապում են ուղղակի։ Եվ ասում եմ տարապում են ուղղակի, անընդհատ սպասում որ որևէ հնար կգտնվի հետ բերելու նրանց այնտեղից։ Ինչ պետք է անի Հայաստանի իշխանությունը դատավճիռներից հետո։ Ինչ պիտի անի, բոլոր հնարավոր միջոցները պետք է օգտագործի դիմելով եվրոպական եւ այլ տարբեր կառույցների հասնի այն հանգրվանին, որ կարողանա հետ բերել։ Իսկ ձեզ մինչ այս եղել է որևէ ջանք Հայաստանի իշխանության։ Կարծում եմ ոչ։ Եթե լավ աշխատեին, կարող էին կոնկրետ Ամերիկայում այդ փաստաթղթի ստորագրումից առաջ ես հիշում եմ, որ Թրամփը ինքը հենց խոսեց այդ մասին, բայց տոն չտրեց, Փաշինյանը որևէ ձևով չարձագանքեց։ Ճիշտ տեղն էր ասելու, որ մենք գերիներ ունենք եւ ի վերջո այսքան բան ընդունել, ինչ ընդունեց, հա? Խաղաղության մրցանակ, որ խաղաղության մասին է խոսքը։ Եվ ոնց կարելի է խաղաղության մրցանակ ընդունել, երբ որ մեր գերիները այնտեղ արդեն քանի տարի տառապում են։ Շատ վատ։ Չեմ կարող նմաններին բացի Ռուբեն Վարդանյանից մնացածի հետ ինչ ուզում են թողանեն, որ այդ շնորհքի մարդը մենակ Ռուբեն Վարդանյանն է եղել։ Ես ինքս Սյունիքից եմ, Սյունիքի համար ինքը շատ բան է արել, իսկ մնացածի համար թող իրանց դատապարտելի աշխատանքը իմանան լավ է թե վատ ազիժ այդքան Սխալ է։ Պետք է արդարություն լինի, հիմա ինչ ասեմ, որ մարդիկ ժամանակ որ ամեն մեկը իր հողն է բան արել, հսկե պահել։ Դրա համար ուրեմն իրանք էլ իրանց հորյանք որ ունեին մենք էլ նույն բանը պետք է անենք, չենք անի, մենք չենք անի, բայց իրանք անում են։ Ինչ պետք է անի Հայաստանի իշխանությունը։ Ինչ պետք է անի, պետք է հետ բերի։ Կվերի։
Պետք է որ բերի։ Հավատում եք։ Բավարար քայլերը Դե երևում է որ պետք է բերեն։ Այդ քայլերով ես մի նայում եմ երևի կբերեն։ Ինձ թվում է կբերեն, չեն թողի։ Եթե հավայի բաներ են անում, չգիտեմ ինչ կարամ ասեմ։ Շատ վատ։ Ցավոք սրտի լավ բան չեմ կարող ասել։ Ինչ պետք է անի Հայաստանի իշխանությունները։ Կանգնեն մեր երեխեքի կողքին, մեր ինչ պիտի արվի։ Պետքան պայքարեցին, ոչ մի բան չարեցին։ Իսկ մինչ այս պահը բավարար քայլեր ձեռնարկվել է իշխանության Ոչ, կողմից։ ոչ։ Ձեզ ինչու չկարողացան կամ չպահանջեցին գերի։ Ճիշտն ասած չեմ կարող ասել, բայց այդ տան անդամը լավ այդ հարցերում մտքինս չեմ կարողանում արտահայտել։ Երևի շատ վատ։ Ունենք զինվորներ ունեցել ենք։ 1 տարի հետո իմացել ենք, որ այդ զինվորը ինչ վիճակում է, դրա համար ոչ մի լավ բան չեմ կարող ասել։ Մեր զինվորի կողքին, մեր թեկուզ Ղարաբաղի կողքին չկանգնեցին։ Շատ վատ։ Ինչ պետք է անի Հայաստանի իշխանությունը։ Չեմ կարող ասել։ Որ կարանային անեին, հիմա արդեն արել էին։ Լավ մարդիկ են, մի ինչ են արել, ինչ չեն արել, որ իրանց տարել են անդե, ուրեմն մի հատ մեղ գործել են։ Այո։ Դե սխալ է էլի այս ամեն ինչը, պետք է անպայման մի բան անեն, որ գերիներին հետ բերեն։ Ոչ մի վատ բան չեն արել իրանք, չգիտեմ։ Ասեք մեր իշխանությունը շատ քայլեր ձեռնարկել է այդ ամենը։ Բավարար քայլեր եղել են։ Բավարար քայլեր երևի եղել են, բայց չի իրագործվել։ Ինձ թվում է։ Իսկ հիմա ինչ պետք է անեն։ Իսկ հիմա պետք է ժողովուրդն էլ մի քիչ մտածի հայ գերիների մասին, որ ստիպեն, որպեսզի մեր վարչապետը գոնե մի բան անի, էլի ետ բերի իրենց։ Ինչ պետք է անի Հայաստանի իշխանությունը դատավճռից հետո։ Բանակցությունների միջոցով դեպի որ ազատ արձակվել։ Իսկ մինչ այս եղել են բավարար քայլեր իշխանության կողմից։ Իսկ թվում է այո, վերջերս էլ 4 գերի հետ վերադարձավ Հայաստան։ Իսկ թվում է բանակցությունների շնորհիվ են որ վերադարձել։ Իսկ օրինակ հենց Արցախի քաղաքական ղեկավարների Դա բարդ հարց է։ Իրանք 3 կարծեմ դատավճիռները իրանց հրապարակվեց, բայց ինձ թվում է որ մոտակա 1 տարվա ընթացքում բոլորն էլ պետք է վերադառնան։ Կարծես չէ որ շատ վատ։ ինչ պետք է անի Հայաստանի իշխանությունը։ Տարբեր մոտեցումներ պիտի փնտրի գերիներին հետ վերադարձնելու համար, կարծում եմ։ Իսկ մինչ այս արել եք քայլեր։ Ես չեմ տեսնում ամենայն դեպս նկատելի։ Դե հետ գան։ Ինչ կապ ունի։ Դատավճիռը շատ սխալ է։ Դա հասկանալի է, բայց մենք ինչ կարանք վերաբերվենք։ Դա մեր ղեկավարությունը պետք է վերաբերվի։ Ինչ ասեմ, իրանք են մեղավոր ժամանակին, եթե իշխանություն լիներ, զավթեցին, կերան, թալանեցին, յուրացրին, երկիրը կհզորանար։ Իրանք են մեղավոր, բայց մեղք են ու հանրությունը լռում է։ Իսկ իշխանությունը ինչ պետք է անի։ Հիմա ձայն հանի, ձայն բարձրացնի, չգիտեմ, Ռուբեն Վարդանյանը այդքան բարեգործական բաներ արել, Նուբա Ռաֆեյանը բանը չեն կարողանում օգնել, չգիտեմ։ Շատ լավ են վերաբերվում, բայց դե պետք է ստե Հայաստանում պետք է դատվեին, ցմա ու Հայաստանում նստեին, ոչ թե թուրքերը նստեին։ Ինչ պետք է անի Հայաստանի իշխանությունը։ Հայաստան ինչ իշխանություն կա որ բան անի։ Ով ինչ ասի Պուտինը այդ անելու։ Հայաստան իշխանություն Նիկոլը պետք է բան ասի։ Չէ, մեր բանը պրեզիդենտը կզացած այդ բան ներողություն ախնդրում։ Այդքան բան չգիտեք ինձ եք հարցնում։